Հարցարեք հնարավոր է քննարկել։ Եթե պետք է խնդրեմ մաքսիմալ համառոտ։ Հա, եկե, երկու շատ կարճ հարց։ Ես մասնագիտությամբ իրավաբան չեմ, առաջի հարցս 8 տարին բավարար չէր, որ այս երկրից ու դա չափազանցություն չի այդ բառերը, էլի, որ այս երկրից այսքան էս թալանալող մարդիկ ու ամբողջ հանրապետությունը գիտի, որ իրանք թալան են արել, իրավական չեմ ասում փողոցային ձևով, պատժի ենթարկվեին ու կոպիտ ասած մեր փողերը հետ գար մեր բյուջե ու մենք որոշենք այդ փողերը ոնց են ծախսում։ Կներեք այսօր սա հանրապետությունը գիտի, որ մեր պետությունը ես դրան ձեզ չեմ մեղադրում, Քոչարյանի սերվիսից էլի ինչքան ուժ ունի ավտոյի առնում, օրինակ։ Մեկ էլ երկրորդ հարցս, էսի շատ նեղ հարց է, ներքին գործերի նախարարը ու ուժայինները, այսօր այս քաղաքի ես ձեզ լուրջ եմ ասում, ստո եթե մեկը չհամաձայնվի, կարամ իրան ապացուցեմ, որ ինքը սխալ է։ Մարդկանց լարվածությունը, ընտանիքի խնդիրներ ու լիքը խնդիրներ, գիտեք ինչից է կախված։ Երկիրը վխտում է նարկոտիկի մեջ։ Ես չեմ մեղադրում ձեզ դրա հարցում, բայց արդյոք հնարավոր չի մի հատ ժոստկի ռուսերեն պետք ասեմ, այդ տեսեք, եթե ընտանիքում մի հատ նարկոման կա, այդ ամբողջ ընտանիքը ուրեմն քանդելով։ Այս երկու հարցերին։ Էսա պատասխանը։ Առաջինը նախ իրավական process-ները ձեր ասած բոլոր ուղղություններով գնում են, բայց դուք խոսեցիք բյուջեի մասին, ես ուզում եմ մի հատ թիվ ասեմ, ու այդ թիվը վկայում է ձեր ասածի մասին։ 2017 թվականի համեմատ 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները 135%-ով աճել են, այսինքն մի տրիլիոնից ավել աճել են։ Բայց այդ փողը որտեղից։ Այդ փողը որտեղից, այդ մի ուղղություն, երկրորդը, այսօր տասնյակ գույքեր վերադարձվում են պետությանը։ Իմ Facebook-յան էջում, որ գրած է հատիկ առ հատիկ, մեկ մարդիկ բան են անում, ասում են, «Էս ի՞նչ է գրած 3 միլիոնի կամ 4 միլիոն»։ Բա հատիկ, որ ես ասել եմ հատիկ առ հատիկ ամեն ինչը վերադարձվելու է, հատիկ վերադարձում է։ Եվ ավելին, շատ իրավական process-ներ ընթացքի մեջ են։ Մարտի 1-ի գործը ընթացքի մեջ է, այն ընթացքի մեջ է։ Մի դուք կարակ ասեք դատավարությունները ինչ են ձգվում, այո, դա մեր խնդիրներից մեկն է, որ մեր դատական Ասում եմ ձեզ չեմ մեղադրում, եթե ինչ էլ ասես։ Լսեք, եթե մեղադրեք էլ, ես մեղադրանքը մասամբ կընդունեմ։ Ես ընեն չի, որ դուք պարտավորեք ինձ չմեղադրել, որովհետև դա իմ պատասխանատվությունն է նաև, բայց իմ պատասխանատվությունն է նաև, որ կառավարության միջամտությունը եւ ներգործությունը եւ ընդհանրապես դատական համակարգի հետ հարաբերությունները չլինեն այնպիսին, որ հնարավոր որոշումների արդարությունը դրվի կասկածի տակ։ Երկրորդը թմրանյութերի հետ կապված շատ մեծ խնդրեմ կա, դուք գիտեք, որ Telegram ալիքներով այդ բան են անում, բայց հիմա մեր ռազմավարությունը հետևյալն է։ Մենք մտածեցինք, որ եթե մենք մեր ուժերը բան անենք, ներդնենք 25 ուղղությամբ 0.0001 գրամներ գտնելու ուղղությամբ, մենք մեր բաները ուժերը վատնելու։ Հիմա մեր ռազմավարությունը հետևյալն է. խոշոր ներկրողներին եւ խոշոր արտադրողներին բռնել եւ ոչնչացնել։ Էս է մեր ռազմավարությունը, բայց ես չեմ արդարանում, բայց այդ խնդրը Հայաստանի խնդրեմ չէ, այդ խնդրը գլոբալ խնդրեմ։ Ամբողջ աշխարհում այդ խնդրը կա։ Ինչի՞ց է այդ խնդրը։ Որովհետև այնտեղ, որտեղ ըստ էության անաշխատ փող կա, միլիոններ եւ միլիարդներ, այնտեղ անընդհատ բռնում ես բանի վիշապի գլխի նման, կտրում ես աճում, բայց դա չի նշանակում, որ չպետք է դադարես կտրել, պետք է շարունակես կտրել, եւ այո, մենք իմիջիայլոց անվտանգության խորհրդի նիստում քանի անգամ այդ թեման քննարկվել է, անվտանգության խորհրդում քննարկվում են թեմաները, որոնք սպառնալիք են երկրի անվտանգությանը, երկրի պատկերացնում եք, եւ հիմա ներքին գործերի նախարարությունը նոր ռազմավարություն է գրում, բայց այդ ռազմավարության հիմքում լինելու է այդ, որ մենք պետության ռեսուրսները չպետք է դնենք 0.0000, մենք ավելի լավ է փակենք մտնելը եւ արտադրելը, որ այդ բաներում, այդ բակերում բանում, որ դնում են, այդ խնդիրը լուծվի, էս է մեր պատկերացումը։ Շնորհակալ եմ, եղբայր։ Թույլ կտաք ձեզ մի հատ Հայաստանի քարտեզից նվիրեմ։